Բարև ձեզ, եթերում օրվա ամփոփումն է, ձեզ հետ է Արփինե Նավասարդյանը։ 19:00 դրությամբ առանձնացրել ենք հետևյալ լուրերը։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը դատական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացում ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության վարչապետի թեկնածուն կշարունակի մնալ Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը։ Դեռևս Դավիթ Համբարձումյանի մասով դատավճիռը օրինական ուժի մեջ չի մտել, բնականաբար փաստաբանները բողոքարկելու են եւ այդ ընթացքում նրա բոլոր իրավունքները պաշտպանվում են, այնպես որ Դավիթ Համբարձումյանը մնալու է մեր թեկնածուն։ Հարցին, թե արդյոք Դավիթ Համբարձումյանին կալանավորել են քաղաքական պատճառներով, երրորդ նախագահը պատասխանեց. Ոչ միայն այդ գործընթացի իր դիրքորոշման պատճառով։ Ես չգիտեմ, ես խնդրել եմ մեր կուսակցությունում իրավական հարցերով զբաղվողներին փնտրել, տեսնել, արդյոք այդ հոդվածով այդպիսի պատժաչափ երբևէ կիրառել է, դեռևս ինձ պատասխան չեն տվել, որ կիրառվել է թե չէ, շատ դաժան որոշում են ուղղակի կայացրել, այն պարզ պատճառով, որպեսզի համաներումը որևէ ազդեցություն չունենա։ Նրա խոսքով այսօր իրենք այլ պլան չունեն, քան իմպիչմենտի գործընթացը առաջ տանելը, բայց իրենք պատրաստ են լսել ընդդիմության մյուս ներկայացուցիչների առաջարկությունները։ Սարգսյանը հավելել է նաև, որ դատական համակարգն այսօր քաղաքականացված է եւ դատավճիռները կախված են մի անձի կամքից։ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը վստահեցրել է, որ կառավարող քաղաքական ուժը գնում է ոչ թե արտահերթ, այլ հերթական ընտրությունների։ Լրագրողները հետաքրքրվել էին ԿՊ-ն արտահերթ ընտրությունների է պատրաստվում, որ երեկ կայացած վարչության նիստում նախընտրական շտաբ է ձևավորել։ Կարող է, չգիտեմ, այնպիսի մի հատ աշխարհացունց իրավիճակ լինի, որ դրանից ապահովագրված չի որևէ երկիր, բայց մենք գնում ենք հունիսի կայանալիք հերթական ընտրությունների։ Առաջիկա ընտրություններում ԿՊ-ի շտաբը ղեկավարելու է Արայիկ Հարությունյանը, լրագրողների դիտարկումներին ԿՊ-ն կալանավորում է բոլոր ընդդիմադիրներին, ինչի համար է պետք նախընտրական շտաբը, Արայիկ Հարությանը հակադարձեց։ Ես կարծում եմ ձեր հեգնանքը տեղին չէ եւ ձեր սարկազմը ընդհանրապես տեղին չէ, որովհետեւ մենք ապրում ենք իրավական պետությունում եւ բոլոր նրանք, ովքեր հանցանք են գործում, լինի դա ընդդիմություն, իշխանություն, հայտնվում են համապատասխան տեղերում կամ հարուցվում են համապատասխան վարույթներ։ Մեր մեղավորությունը այդտեղ թերևս այն է, որ այնուամենայնիվ այդ համակարգերը այնպես արագ չեն բարեփոխվել եւ զարգացել, որպեսզի նմանատիպ գործերը իրենց ժամանակին, այսինքն ոչ թե ավարտվեն մի քանի տարում, այլ ավարտվեն ամիսների ընթացքում եւ նման խոսակցությունները իջիկ կլինեն։ Լրագրողների դիտարկումներին եւ հիշեցումներին ի պատասխան Արայիկ Հարությունյանը հայտարարեց, խոսքի համար մարդ չեն կալանավորում, պնդեց, կալանավորման գործառույթն իրականացնում է իրավական համակարգը, գործադիրը նման գործառույթ չունի, ինքն էլ գնահատականներ չի տալիս, իրավաչափությանը վերաբերվող հարցերը խնդրեց ուղղել իրավապահ համակարգի ներկայացուցիչներին։ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ խոշորացված համայնքի Ծափաթաղ բնակավայրում շարունակվում է 3-ամյա Տիգրան Ովանեսովի որոնողական աշխատանքները։ Ծափաթաղի վարչական ղեկավար Դավիթ Գզողյան Օրագին Նյուզի հետ զրույցում նշեց, որ որոնումները շարունակվում են, սակայն դեռևս ապարդյուն։ Որոնողական աշխատանքները շարունակվում են, բայց այս պահին նույնիսկ որևէ հետք չկա, ասաց Գզողյանը։ Տիգրան ընտանիքի 5-րդ եւ ամենափոքր երեխան է 3 ժամը 18:00-ի սահմաններում ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 2022 թվականին ծնված Տիգրան Ովանեսովը ժամը 16:30-ի սահմաններում կորել է։ Նշենք նաև, որ որոնման աշխատանքները ղեկավարում է փրկարար ծառայությունը։ Տաշիր կապիտալ ընկերությունը պատրաստվում է եւս մեկ անգամ դիմել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով իջեցնելու էլեկտրաէներգիայի սակագինը։ Այս մասին Facebook սոցիալական ցանցում հայտնել է Տաշիր Group Holding-ի ղեկավարի տեղակալ Նարեկ Կարապետյանը։ Վաղը մենք մի անգամ էլ կդիմենք ՀԾԿ հանձնաժողով գցելով նրանց այսօրվա հայտարարությունը եւ կպահանջենք կատարել մեր գրավոր առաջարկը եւ իջեցնել էլեկտրաէներգիայի սակագինը։ Իջեցրու սակագինը պարոն Մեսրոպյան, գրել է Կարապետյանը։ Նա հիշեցրել է, որ իր նախորդ գրառմանին ի պատասխան ՀԾԿ-ն հայտարարել է, որ մերժել է
հունիսի 6-ի իրենց առաջարկը, քանի որ ցանկացել է սակագնի վերանայում անել տարեվերջին։ ՀԾԿՀ հայտարարության մեջ մասնավորապես նշված է. ՀԾԿՀ-ն նպատակահարմար է գտել էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների սակագների վերանայումը իրականացնել տարեվերջին։ Նարեկ Կարապետյանն իր նախորդ գրառման մեջ նշել էր, որ հունիսի 6-ին Սամվել Կարապետյանի ձերբակալությունից առաջ Հեցի անունից դիմել են ՀԾԿՀ նախագահին էլեկտրաէներգիայի գինը իջեցնելուն առաջարկով, քանի որ էներգահամակարգի խնայողությունների եւ կորուստների նվազ լինելու արդյունքում առաջացել էր դրական հաշվեկշիռ։ Հունիսի 13-ին հանձնաժողովի նախագահի պատասխան նամակում առաջարկը մերժվել է։ Քննչական կոմիտեն ստացել է իրազեկ քաղաքացիների միավորման կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդումը Մայրաթորի դիվանապետ Արշակ arczepiskopos Խաչատրյանին վերագրվող ինտիմ տեսանյութի վերաբերյալ։ Քննչականից փոխանցեցին, որ քննիչին մակագրելուց հետո 24 ժամվա ընթացքում որոշում կկայացվի հարուցել վարույթ, թե ոչ։ Գլխավոր դատախազությունն Արշակ Սրբազանին վերագրվող տեսանյութի մասին հաղորդումն այսօր է ուղարկել քննչական կոմիտե։ Հոկտեմբերի 25-ին Դանիել Լեոնիսյանի իրազեկ քաղաքացիների միավորում կազմակերպությունը Արշակ Սրբազանին վերագրվող տեսանյութի տարածման փաստով հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազությանը։ 4 օր անց միայն հաղորդումն ուղարկվեց քննչական կոմիտե քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու նպատակով։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի գիշերը Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու գործով մեղադրյալներից Թորգոմ Ասատյանն ազատազրկման դատապարտվեց 5 տարի 6 ամիս ժամկետով։ Այսօր նման որոշում կայացրեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ։ Մեղադրող դատախազն առավելագույն պատժաչափ էր պահանջել 7 տարի, նշելով, որ Ասատյանը հանցանքը կատարել է խմբի կազմում առանձնակի դաժանությամբ եւ ռազմական դրության պայմաններում։ Պաշտպանական կողմը մի շարք փաստեր էր հրապարակել Թորգոմ Ասատյանի կենսագրության վերաբերյալ, մասնավորապես նրա պատվոգրերը, մեդալները, ըստ որի նա գերազանց սովորել է դպրոցում, մարզական հաջողություններ ունեցել, բազմիցս եղել խառը մենամարտերի չեմպիոն, արևելյան մարտարվեստների վարպետ է։ Նկատենք, որ Թորգոմ Ասատյանը կալանավորվել է 2023 թվականի փետրվարից, այսինքն 20 թվականի նոյեմբերի 9-ի իրադարձություններից 2.5 տարի անց։ Այսպիսով Ասատյանն անազատության մեջ է շուրջ 3 տարի։ Հիշեցնենք, որ կապիտուլյացիայի գիշերը բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ Արժանախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։ Այսօր հոկտեմբերի 29-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում ժամը 13:30-ի սահմաններում Վիլիս Մակնիշի ավտոմեքենան Ճամբարակ-Նավուր ավտոճանապարհին 30 կմ-ի հատվածում անտառային գոտում անտառի մեջ բախվել է քարին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամչյանը, վթարի հետևանքով 1 հոգի մահացել է, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Բերդ հիվանդանոց։ Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ մահացածն ու վիրավորը ամուսիններ են, վիրավորը կինն է։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացած վարորդի եւ վիրավոր ուղևորի ինքնությունը։ Այսօրվա համար պատրաստել ենք այսքանը, կհանդիպենք։